Պրեգոմեշը ամերիկայում խանութ ունենալու։ Ոնց ստացվեց նույնքան ծավալուն աշխատանք անել։ Մինչև հիմա ես էլ չեմ պատկերացնում, որ իսկապես այդ խանութը լինելու է։ Մեզ հետևող մարդիկ տեսել են Bloomingdale's-ի մեր ցուցադրություն վաճառքները, որ 2 անգամ ունեցել ենք, եւ այն հերթը, որը գոյացել էր, այսինքն խանութը մի բան էր, որ հաստատ պետք էր լինելու։ Ուղղակի չէի պատկերացնում, որ դա կարող է իրականություն դառնալ։ Ոչ միայն Ամերիկայի հայերից են գացել ցանկությունը, այլ նաեւ բավականին մեծացել է ոչ հայ գնորդների թիվը Պրեգոմեշից։ Մոլում տեղ գտնելն է դժվար, ու հետո դրանից հետո պետք է հաստատեն, այսինքն բրենդը պետք է համապատասխան լինի միջազգային ստանդարտներին, հատկապես եթե անոթի տարածքը ընկնում է այն հատվածում, որտեղ որ այն շրջապատված է միջազգային այլ բրենդերով, այդտեղ մի քիչ ավելի խիստ է լինում հսկողությունը, թե ինչ խանութների են այդ տարածքը թողնում, որպեսզի վարձակալեն։ Դրա համար իրենք նայում են թե վաճառքների թվերը, թե զարդի որակը, ընդ որում մարդիկ են, ովքեր որ հայ չեն ազգությամբ եւ չեն ճանաչում մեզ, զուտ նայում են բրենդի ցուցանիշները։ Այս պահին խանութը գտնվում է ճիշտ Swarovski-ի կողքին, Victoria's Secret-ի ու ելի մի շարք միջազգային բրենդերի։ Ինձ թվում է ես ենթագիտակցորեն նաեւ իմ երազանքներն եմ իրականացնում որպես հայ մարդ։ Ամեն անգամ, երբ որ ես մտնում եմ ինչ-որ մի տեղ ու տեսնում եմ հայկական որևէ բան, դա իմ մեջ ոգևորություն է առաջացնում ու այդ ցանկությունն է երևի եւս մեկ կետ ունենալ, որը հայկական է։ Ու հիմա այս դեպքում պիտի մտնես ու տեսնես մեծ խանութը եւ հայկական կարպետը հատակին, հայկական երաժշտությունը։